Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներին, այսօր խոհանոցային անկյուն էի մալիքում, ձեզ եմ ներկայացնում ոսպով փլավի ամենահեշտ տարբերակներից մեկը, կարծում եմ ձեզ դուր կգա, մինչ ես ներկայացնեմ, եթե բաժանորդագրված չեք իմ ալիքին, խնդրում եմ կամ ցանկալի է բաժանորդագրվել իմ ալիքին, որպեսզի ակտիվանա ալիքը, դե ինչ սկսեցինք պատրաստման գործընթացը, ամենահեշտ տարբերակն է, սոխ առած եմ անում ձիթապտղի յուղով կամ էլ հալած յուղով մինչ այդ արդեն ոսպը լավ լվացել եմ մի քանի րոպե սառը ջրում թռչել եմ որից հետո արդեն դրել եմ եփվելու եւ սոխ առած անելու ժամանակ մի փոքր աղ եմ ավելացնում որպեսզի ջուրը լավ դուրս գցի երբ որ արդեն ոսկե գույն է դառնում չգիտեմ էկրանից այդ կողմ ինչպես երևաց ավելացնում եմ քերած գազարը 2 բաժակ ոսպ եմ եփել, 2 միջին չափի գազար, 1 սոխ եմ օգտագործում եւ որ բաժակով որ ոսպը դուք լցրել եք, այդ բաժակով էլ մի փոքր ջուր ենք լցնելու վրան, կես բաժակ ավելի ճիշտ, չափը արդեն ձեր ընտրությամբ։ Լցնում եմ ոսպը արդեն լավ տապակված գազարի եւ սոխի վրա եւ խառնում եմ, որպեսզի մի լավ խառնվեն, որից հետո ջուրը, գոլ ջուրը լցնելուց հետո մի քանի րոպե ընդամենը թողնում եմ, որպեսզի միատարր այդպես եփվի, համը խառնվի բոլոր հատիկներին։ Եվ ահա պատրաստ է ամենահամեղ փլավը, ոսպով փլավ, որը արագ է ստացվում եւ շատ համեղ է։ Պատրաստեք նման բաղադրատոմսով եւ ինքներդ կհամոզվեք։ Հիմա համտեսում եմ, չնայած գիտեմ, որ շատ համեղ է, բայց ասում եմ, որ այն անչափ համեղ է։ Դե ինչ սիրելիներս, կհանդիպենք հաջորդ տեսանյութում, նույն տեղում, նույն ժամին։ Չնայած շատ պարզ բաղադրատոմս է, այնուամենայնիվ բնութագրման բաժնում կթողնեմ ամբողջ բաղադրատոմսը։ Ցտեսություն սիրելի հետևորդներ, լավ մնացեք ինձ հետ, կհանդիպենք, տեսեք ինչքան հատիկ է ստացվել, շատ համեղ տարբերակ է, կարծում եմ կպատրաստեք և մեկնաբանություններում կգրեք ձեր կարծիքը, առողջություն բոլորիդ և բարի ախորժակ։